Փառք մեր Աստծուն, եղբայրներ, քույրեր։ Ով լսելու ականջունի թող լսում ասում ավետարանը, թող մեր ամբողջ ուշադրությունը լինի Աստծո խոսքի վրա։ Եթե մեկը կարծում է, թե բան գիտի, ասում է, նա դեռ չգիտի ինչպես պետք է գիտենալ։ Եվ մենք միշտ սովորելու տեղ ունենք, եղբայրներ, քույրեր, խրատվելու, շտկվելու, շինվելու։ Եվ այս կիրակնորյան մեզ պատրաստում է երկնային արքայության, որ մենք իրապես սրբվենք, ապաշխարենք, պատրաստ լինենք մեր Տիրոջը դիմավորելու, պատրաստ լինենք երկինք մտնելու համար։ Դե ժամանակը գնում է, մենք ծերանում ենք եւ մի օր գալու է, որ մենք այս աշխարհում չենք լինելու։ Բայց մեր գործերը մեր հետևից են գալի եւ Աստվածաշունչն ասում է երանի նրանց, որոնք Քրիստոսով են ընջել։ Ես այսօր խոսալու եմ եղբայրներ, քույրեր, արդարության մասին։ Մեջս դրվել է դրա մասին խոսալու մարդկային արդարության եւ աստվածային արդարության մասին եմ խոսալու։ Կարդանք Հռոմեացիս նամակից 3-րդ գլխից 9 համարից եմ կարդում։ Հիմա ինչ մենք նրանից ավելի լավն ենք, ամենևին ոչ, որովհետեւ մենք նախապես ապացուցեցինք եւ հրեաները եւ հեթանոսներին, թե նրանք բոլորը մեղքի տակ են։ Ինչպես գրված է, արդար չկա ոչ իսկ մեկը չկա, որ հասկանում է, մեկը չկա, որ Աստծուն է փնտրում։ Բոլորը խոտրվեցին եւ միասին անպետք դարձան։ Չկա մեկը, որ բարին անե, ոչ իսկ մեկը։ Նրանց կոկորդը բաց գերեզման է, իրենց լեզուները նենգության համար են գործածում։ Իժերի թույն կա նրանց շրթունքների տակ, որոնց բերանը լցված է անեծքով եւ դառնությամբ։ Նրանց ոտքերը շտապում են արյուն թափելու համար, կործանում եւ թշվառություն կա նրանց ճանապարհներին։ Եվ խաղաղության ճանապարհը չճանաչեցին, Աստծո վախը չկա նրանց աչքի առջև։ Իսկ մենք գիտենք, թե ինչ որ օրենքն ասում է, նրանց է ասում, ովքեր օրենքի տակ են, որ ամեն բերան փակվի եւ ամբողջ աշխարհը մեղավոր ճանաչվի Աստծո առջև։ Դրա համար նրա առջև ոչ մի մարմին օրենքի գործերով չի արդարանալու, քանզի մեղքը ճանաչվում է օրենքի միջոցով։ Ամեն։ Մենք կարդացինք եղբայրներ, քույրեր, աշխարհի, եթե sense կարելի ասել բնութագիրը։ Մարդը, որ բնութագիր են տալի է մարդուն։ Սա մարդու բնութագիրն է։ Աշխարհի բնութագիրն է։ Էսա աշխարհը եւ աշխարհիկ մարդը այսպես է նկարագրում Աստվածաշունչը մարդուն։ Չկա մեկը, որ արդար է, մեկը չկա, որ բարին անի, նրանց բերանը բաց գերեզման է, նրանց լեզվի տակ օծի թույն կա, նրանց ոտքերը շտապում են չարություն անելու, խաղաղության ճանապարհը չգիտեն, Աստծո վախը չկա նրանց աչքի առաջ։ Սա աշխարհի եւ մեղավոր մարդու բնութագիրն է, եղբայրներ, քույրեր։ Ես այսօր այս ամեն ինչը կարդացի, որպեսզի մենք հասկանանք, եղբայրներ, քույրեր, Աստծո արդարությունը եւ մարդկային արդարությունը ինչ բաներ են դրանք։ Հիմա տեսեք, մարդը ինչ որ չափով, ինչ որ ձևով ամեն մեկը չէ, բայց ինչ որ մարդիկ կա, որ ինչ որ արդարության են ձգտում։ Ուզում են արդար երևալ եւ հասնել ինչ որ մի արդարության։ Օրինակ Իսրայելի մասին գրված է, որ նրանք նախանձավոր էին օրենքի արդարության համար։ Եվ միշտ որս էլ նախանձավոր է օրենքի արդարությունը
տառը պահել, արդար լինել օրենքով, արդարանալ օրենքի միջոցով։ Մենք շատերս կարդացել ենք Հռոմեացիս նամակը եւ Պողոս առաքյալի խոսքերը, ես կարծում եմ ցանոթ է ամեն մեկիս, ովքեր որ կարդում ենք։ Եվ իսրայելացիները ձգտում էին օրենքը պահելու, օրենքը կատարելու եւ հասնելու օրենքի արդարությանը։ Պողոս առաքյալը դրանցից մեկն էր, որ ասեց օրենքի կողմանը անարատ է։ Բայց երբ որ Հիսուսին ճանաչեց, հասկացավ եղբայրներ քուրեր, որ այն ինչին որ ինքը ձգտում էր, դա հասանելի չի, դա հասանելի չի։ Ու ասում է, հետո ասում է, որպեսի հասնեմ Աստծո արդարությանը, որը օրենքի գործերով չի, հապա Աստծո կողմից տրված արդարությանը։ Հիմա ես այսօր ուզում եմ դրա մասին խոսամ, եղբայրներ քուրեր, ինչի մեջ է տարբերությունը Աստծո արդարության ու մարդկային արդարության։ Եվ այս նկարագիրը, որ մենք կարդացինք, հիմա սա մարդու պատկերն է, գիտեք, եղբայրներ քուրեր։ Սա մարդու պատկեր, ցանկացած մարդու պատկերը։ Եվ տեսեք, սա սկսվում է դեր Եդեմի պարտեզից այս պատմությունը, որ մարդը ուզում է իր մարդկային արդարությունը առաջ քաշի։ Երբ որ Ադամ ու Եվան մեղանչեցին, նրանք ծածկվեցին թզենու տերևներով։ Թզենու տերևները դա մարդկային արդարությունն է, եղբայրներ քուրեր, որ մարդը ինքը իրան ուզում է ինչ-որ մի բանով ծածկել, ինքը իր մերկությունը ուզում է ծածկի մի բանով։ Եվ դա թզենու տերևներն են, որը մարդկային արդարության խորհուրդ է, որը Աստվածաշունչն ասում է, այդ մարդկային արդարությունը կեղտոտ լաթի նման է։ Եվ ավելի խիստ ասում, ավելի գարշելի ձևով ասում, որ դա ինչ կեղտոտ բան է, մարդկային արդարությունը զզվելի մի բան է։ Ինչու համար է զզվելի, եղբայրներ քուրեր։ Ինչու մարդկային արդարությունը չի անցնում Աստծոյի մոտ։ Ինչու Աստված չհավանեց իրանց թզենու տերևները եւ Աստված իրանց կաշվի հանդերձներ հագցրեց։ Ինքը անձամբ Աստված Ադամին ու Եվային հագցրեց կաշվի հանդերձներ։ Նա առաջի զոհաբերությունը արեց։ Առաջի զոհաբերություն արեց եւ այդ զոհաբերության կաշին հագցրեց Ադամին ու Եվային։ Այսինքն այն արդարությունը, որ Ադամ ու Եվան ներկայացրին այդ թզենու տերևները, դա չի անցնում Աստծո մոտ։ Դա քեզ չի ծածկում։ Ինչու, եղբայրներ քուրեր։ Տեսեք, Դավիթը իր Սաղմոսի մեջ 51 Սաղմոսն է, եթե չեմ սխալվում, դե հայերեն ռուսերեն մի հատ համարի տարբերություն կա։ Սաղմոսների, այսպես ասում, մեղքով ինձ հղիացավ իմ մայրը եւ անօրինությունով ինձ ծնեց։ Խնդիրը նրա մեջ չի, եղբայրներ քուրեր, թե դու կամ մարդը ինչ է անում կամ ինչը չի անում։ Խնդիրը ինչ բանի մեջ է։ Խնդիրը մարդը իրանից ինչ է ներկայացնում։ Հասկանում եք, եղբայրներ քուրեր։ Մարդը իրանից ինչ է ներկայացնում։ Ոչ թե խնդիրը նա է, թե դու մի կարող է դու ինչ-որ մի կինոյի մեջ Հիսուս Քրիստոսի դերը տանես, բայց դու Հիսուս Քրիստոս չես դառնում դրանով։ Դու ընդամենը մեկը դու դերասան ես, դու իրական մարդը ուրիշ է։ Այդ դերասան մարդը, որ Հիսուսի դերն է տանել կամ ինչ-որ մեկը Նապոլեոնի դեր է տանում կամ ինչ-որ մեկը Ստալինի, նա չի դառնում Նապոլեոն։ Նա մնում է այդ նույն ազնվորությունը, որ եղել է, ինքը դեր է տանել ուղղակի ինչ-որ։ Եվ մարդը ինչ-որ մի բան անելով կամ չանելով, նա չի կարող արդարանալ, եղբայրներ քուրեր։ Հասկանում եք։ Աստվածաշունչը այդպես է սովորացնում, որ մարդը իր օրենքի գործերով չի արդարանալու։ Հիմա տեսեք ինչ կատարվեց Սինայի մեջ։ Աստված տվեց օրենք եւ ասեց սա է օրենքը, պիտի պահեք այս պատվիրանքները։ Եվ այդ օրենքը ոչ մի բան Աստվածաշունչն ասում է չհասցրեց կատարելության։
Որովհետև օրենքը տրվել էր, որպեսզի մարդը ճանաչի իր անկարողությունը։ Մարդը վերջապես հասկանում չի կարող ուղղակի։ Ոնց որ մի երեխի առաջ ինչ որ մի դες պարտականություններ դնես, որ սենց ես անում, նենց ես անում, ոնց ուզում ես արա։ Այսքան փող ես աշխատելու ամսեկան, չի կարա։ Մուրասկանությունն էլ անի էլի կարողա չկային այդքան փող կուտակի։ Այ օրենքը այն դաստիարակն էր, որ Աստված տվել էր Իսրայել ժողովրդին, որ նրանք հասկանան, որ օրենքի գործերով չեն կարող արդարանալ։ Իրանք հասկանան իրանց մեղավորությունը, բացահայտվի օրենքի միջոցով, մարդու իսկական պատկերը եւ իրավիճակը։ Բայց նրանք մտածեցին, որ չէ մենք պիտի այդ օրենքը կատարենք։ Ոնց ուզում ալի, մենք պիտի կատարենք այդ օրենքը։ Նույնիսկ Նեեմիայի ժամանակ երթում արեցին անենցքի տակ, որ օրենքի խոսքերը պահեն։ Բայց կարողացան պահել։ Չեն կարողացել պահել եղբայրներ։ Ինչու համար մարդը չի կարողացել Մովսեսի օրենքը կատարել, որովհետև խնդիրը նրա մեջ չի, որ մարդը չի ուզում օրենքը կատարել։ Խնդիրը նրա մեջ չի, որ մարդը շատ քիչ ջանք արել դրա համար։ Խնդիրը նրա մեջ է, որ մարդը ապականված է ներսից։ Մարդը ներսից ապականված։ Հասկանում եք եղբայրներ։ Հիմա պատկերացրեք, ես մի հատ գայլի մի հատ ջուտ ես բերում, գայլ։ Ու գառների հետ գցում ես, ու ուզում ես այդ գայլը գառնուկ դառնա։ Դու նրան գառնուկի մորթի ես հագցրել։ Գառնուկին մա դաստիարակում ես, գառները ոնց են ջուր խմում, ոնց են իրար հետ շարքով գնում։ Դու ուզում ես գայլը դառնա գառնուկ, չի դառնալու։ Ուզում է ծեծես, ճիպոտով, ինչքան ուզում է ինչքան ուզում է սանձը, ոնց ուզում ես արա գայլը չի դառնա գառնուկ։ Որովհետև նրա բնույթը գայլի բնույթ է, նա գառնուկ չի դառնալու։ Հասկանում եք եղբայրներ քրե խնդիրը ինչի մեջ է։ Ոնց կարող ասում է չար ծառը բարի պտուղ է, դուք ասում ոնց կարող եք բարին խոսալ, երբ որ չար եք։ Ոնց կարող է թզենին ինչ որ մի խաղող տա կամ խաղողը թզենի ավելի շուտ տատասկից ոնց կարելի է օրինակ խաղող քաղել։ Վայրի ինչ որ մի հատ ծառից խաղող քաղես կամ բարի բերք քաղես։ Եթե ծառը ինքը չարա, ոնց կարա բարի պտուղ տա։ Եվ եղբայրներ քուրեր մարդկությունը դա չի հասկացել։ Շատ մարդիկ դա չեն հասկանում։ Բայց Դավիթ թագավորը ասում է հասկացավ այդ բանը, ասեց ինձ մեղքով է հղիացել եւ մայրը անօրինությունով ծնել է։ Բայց դու ասում ես ճշմարտությունն է սիրում ծածուկի մեջ եւ ինձ իմաստություն է սովորացնում։ Եղբայրներ քուրեր, այսպիսի թշվառ վիճակի մեջ հայտնվեց Ադամը, Եվան եւ ամբողջ մարդկությունը թշվառ վիճակի մեջ է հայտնվել։ Մենք ժառանգել ենք մեղքի բնույթը, մենք մեր բնությունով մենք մեղավորներ ենք, մենք ծնվել ենք այդպես։ Գիտենք, եղբայրներ քուրեր, երեխան որ ծնվում է, մենք կարող մտածենք անմեղ սուրբ է, այդպես չկա երեխա որ սուրբ ու անմեղ լի, չկա այդպիսի երեխա։ Միայն Հիսուս Քրիստոսի ծնունդն է եղել սուրբ ու անմեղ։ Ինչու՞, որովհետև Ադամից չի ծնվել։ Բացառիկ էր դա։ Ես սենց եմ մտածում, եթե Հիսուսն էլ տղամարդուց ծնվեր, Ադամից ծնվեր, մեզ նման մեղավոր էր լինելու, բայց Աստված չի կամեցել, որ նա ծնվի տղամարդուց, նա Սուրբ Հոգուց ծնվեց, դրա համար նա կոչվեց Աստծո որդի, Սուրբ էր Հիսուսը, նա մեղ չի գործել, նրա մեջ մեղավոր բնույթ չկար, նա կատարյալ էր, նա Աստծո որդի էր, Եվ այդ սրբությունը նա պահեց։ Նենց չի, որ եղբայրներ քուրեր, որ Աստված մեզ այդպես ստեղծի, մենք կպահենք այդ սրբությունը։ Ադամ ու Եվան էլ էին սուրբ ստեղծված, բայց այդ սրբությունը չպահեցին, իրանք մեղանչեցին եւ ապականվեցին։
Մարդը ապականված է, եղբայրներ քույրեր, մարդու բնույթը ապականված է, եւ մարդը ինչքան էլ ուզում է իր արդարությունը, տեսեք այսպես է մտածում մարդը, ինչ որ մի բան անեմ, ինչ որ մի բան չանեմ, այ ես արդար եմ։ Այսպես էր մտածում փարիսեցին, նա աղոթում էր 10 օր դեմ տալի։ Իրան թվում էր, թե եթե ինքը 10 օր դա տալի, ինքը արդար է արդեն։ Իրան թվում էր, թե ինքը եթե ծոմ ապահում շաբաթը ինքը արդար է։ Կամ թեկուզ ուրիշ բան, ինչ որ մի բան անում է ինքը, օրենքի տառը պահում է, ինքը արդար է։ Այդպես էլ չհասկացան, որ դու դրանով չես արդարանալու մեկը։ Տեր այսպես ասեց իրանց, ասում է դուք նման եք գերեզմանների, որոնք շատ գեղեցիկ զարդարված են։ Դու ինչքան ուզում ես քեզ ցույց տու, թե դու ես իմ ով ես, դու ներսդ մաքրիր, դուրսդ մաքուր կլինի։ Հիսուս ասեց, եթե մարդը վերստին չծնվի, չի մտնելու Աստծո արքայությունը։ Ուրիշ տարբերակ չկա, բնույթդ պետքա փոխվի։ Դու պետքա փոխվես ներսից։ Ծոմ պահելով չես փոխվելու, 10 օր տալով չես փոխվելու, ինչ որ մի բան անելով, ինչ որ մի բան չանելով չես փոխվելու, միայն եթե ապաշխարես ու վերստին ծնվես, կփոխվես։ Սուրբ Գիրքն ասում է, նոր սիրտ եմ տալու իրանց նոր հոգի։ Հələ հիշենք մենք ովքեր ենք եղել, եղբայրներ քույրեր։ Մեր բնությունը, մեր մտածելը, ես օրինակ որ հիշում եմ իմ անցյալ կյանքը, խորտակված վիճակ էր, ահավոր վիճակ է։ Փառք Տիրոջը, մեր երեխեք այսօր որ ծնվում են, լուսավորված են, սրբված են ծնողների միջոցով, բայց ես հիշում եմ, ես ինչպիսին մեկն եմ եղել։ Պիղծ, անորեն կեղտոտ անձնավորություն։ Իսկ մարդկանց դա չի երևացել իհարկե, որովհետև թզնու տերևները, որ մենք ունեցել ենք, գիտեք, մարդը իրան ցույց է տալի, որ ինքը դաստիարակված կուլտուրական գաստուկ է հագել, կոստյում է հագնում, սպիտակ սարոշկա է հագնում, կոշիկները փայլացնում է, գիտի որտեղ իրան ոնց պիտի պահի, որտեղ պետք է խոսա, որտեղ կարա հայհոյի, որտեղ չի կարելի հայհոյել, ինքը գիտի դա։ Գիտի որտեղ կարելի է աչք գցել, որտեղ չի կարելի աչք գցել։ Գիտի որտեղ կարելի է կեղտոտություն այ որտեղ չի կարելի։ Եթե միտեղ գիտի որ կեղտոտություն չի կարելի անել, ծածուկ տեղ է կանի այդ կեղտոտությունը։ Նենց չի որ չի անի։ Մարդկանց մեջ կարող է երևա ինչ-որ մեկը, բայց առանձին մենակության մեջ մարդը ահավոր վիճակի մեջ է եղբայրներ գուներ։ Մարդու վիճակը ահավոր է, ապականված է մարդը ներսից ամբողջությունով։ Գարշելի բաներ ասեցին Աստվածաշունչը։ Ինչ կեղտոտ բաներ ասես մարդուց դուրս է գալի։ Բայց մարդկանց մեջ է դուրս գալի կոստյում, գալստուկը հագնում է, մարդիկ գիտեն թե մարդ ասա, բայց չգիտեն որ մարդ չկա այդտեղ։ Իժերի ծնունդներ են։ Մարդ չկա տակին։ Այդ կոստյումն ու գալստուկը հան մարդ չկա տակին, բան չկա։ Գերեզման է, գեղեցկացրած։ Ապականված վիճակը, ահավոր վիճակը, մարդու վիճակը եղբայրներ գուներ։ Եվ Պողոս առաքյալը բացականչում է, ինչ խղճալի մարդ եմ ես։ Հասկացա, որ ինքը խղճալի մարդ է։ Մինչև այդ կարող մտածում էր, որ ինքը օրենքի կողմանը արդար է։ Հետո որ բացված իր իսկական պատկերը բացվեց ինքնով է, հասկացա, որ ինչ խղճալի մարդ եմ ես։ Ես ինչ վիճակի մեջ եմ ես։ Եվ դրան մեզ ով է հասկացրել, օրենքը հասկացրել է մեզ։ Ինչքան ուզում ես այդ մարդուն դաստիարակի, ինչքան ուզում ես նրան գեղեցկացրու, ինչքան ուզում ես նրան զարդարի, ինչքան ուզում ես նրան սովորացրու, հասկացրու, ինչքան ուզում ես նրան կերտի, նա մեկը մնալու է նույն մեղավոր Ադամի Եվայից ծնված մեղավոր մարդ է մնում։ Հենց նրա եղունգը տրորես նա բացահայտելու է իր կեղտոտությունը բացվելու է եղբայրներ։ Կարա խոսքի ոնց որ շամ բերանը կապես, ինչքան կարա կապած, մի օր մեկը մի բանալ հաչալտի մեկը վրիտ։ Կարա շամ բերանը կապես, չես կարա։ Նա էտա իր բնը հաչալու է։ Այդպես էլ մեղավոր մարդու ինչքան ոնց ուզում ես, ինչ էթիկայի կանոնների մեջ դնես, մեկը նա դուրս է բրծնելու դրանից։ Մի օր դուրս է բրծնելու։ Եվ Տերը ասում է, որ մենք պետք է վերստին ծնվենք, որ մենք պետք է փոխվենք։ Այս մարդկային արդարությունը եղբայրներ քույրեր, դա մեզ պետք չի, դա
մերժում Աստված եւ չի ընդունում Աստված եւ մեկը օրենքի գործերով չի արդարանալու Աստծո առաջ, եղբայրներ։ Մարդը պիտի ապաշխարի։ Եթե չապաշխարեք, ասես Տերը, այդպես ամենք հետ պիտի կորսվեք։ Կարաս խմելն էլ թողես, շնությունն էլ թողես, ես իմ ինչեր թող, ինչ ուզում ես թողի, մեկը դու մնում ես նույն Ադամի բանը, կրկնօրինակն ես։ Նույն Ադամի կրկնօրինակն ես, ի՞նչ է փոխվելու քո։ Ինչ որ մի բան չանես, մեկը դու նույն մարդն ես մնում։ Մեղավոր, մերժված Աստծո կողմից։ Բայց մեզ Աստված տալիս է իր արդարությունը, եղբայրներ քույրեր, մենք կարդում ենք շարունակությունը Հռոմեացիս նամակի։ Հիմա տեսեք 3-րդ գլխի մեջ Պողոս առաքյալը 21 համարից եմ կարդում ինչ ասում։ Բայց հիմա Աստծո արդարությունը առանց օրենքի հայտնված է, օրենքի եւ մարգարեի կողմից վկայված լինելով։ Այսինքն Աստծո արդարությունը Հիսուս Քրիստոսի վրա եղած հավատքի միջոցով է։ Այն ամենի համար եւ ամենքի վրա, ովքեր հավատում են, որովհետեւ խտրություն չկա։ Քանի որ բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակաս եկան։ Նրա շնորհքի միջոցով ձրիաբար արդարանալով Քրիստոս Հիսուսի փրկագնումով ում Աստված նախասահմանեց քավություն լինելու իր արյան հավատալու միջոցով, որ իր արդարությունը ցույց տա անցյալ մեղքերը ներելով Աստծո երկայնամտությամբ, իր արդարությունը հայտարարի այս ժամանակի մեջ, որպեսզի ինքը արդար լինի եւ արդարացնի նրանց, ով հավատում է Հիսուսին։ Հիմա ուր մնաց Պարծենալը դա բացառված է, ուր օրենքը գործերի ոչ այլ հավատքի միջոցով, ուր օրենքով գործերի ոչ այլ հավատքի օրենքով։ Ուրեմն եզրակացնում ենք, որ մարդը արդարանում է հավատքով առանց օրենքի գործերի։ Միթե Աստված հրեաների Աստվածն է եւ ոչ հեթանոսների, այո, նաև հեթանոսների, որովհետև միայն մեկ Աստված կա, որ արդարացնելու է թլպատությունը հավատքով եւ անթլպատությունը հավատքով։ Արդ հավատքով մի թե իքի չենք դարձնում օրենքը քավլիցի, հակառակը հաստատում ենք օրենքը։ Եվ 4-րդ գլխից եմ կարդում 6-րդ 8-րդ համարն է։ Այսպես Դավիթն էլ երանելի է համարում այն մարդուն, որին Աստված արդարություն է վերագրում առանց գործերի, ասելով երանի նրանց, որոնց անօրինությունները ներվեցին եւ որոնց մեղքերը ծածկվեցին, երանի այն մարդուն, որին Տերը մեղք չի վերագրում։ Հիմա տեսենք, եղբայրներ քույրեր, օրենքը տրվեց, որ իր մեղավորությունը ճանաչի իր մեղավորությունը, բայց նաեւ կա ճանապարհ արդարանալու, արդար լինելու։ Աստված է տելա նախասահմանել մեզ համար, եղբայրներ քույրեր։ Եվ այստեղ ասում է Հռոմեացիս 3-րդ գլխի մեջ, տեսեք ինչ ասում. ում Աստված նախապես քավություն լինելու իր արյան հավատալու միջոցով, որ իր արդարությունը ցույց տա, ինչի մեջ ցույց տա, անցյալ մեղքերի ներելով Աստծո երկայնամտությամբ, որ նա լինի արդար եւ արդարացնելով նրան, որ հավատում է Հիսուսին։ Տեսեք, եղբայրներ, ուրիշ արդարություն չի կարող լինել։ Կա մի արդարություն, որը Հիսուս Քրիստոսով է, Աստծո ուզած արդարությունը, որը ինչի մեջ է, որ մարդը ճանաչի իր մեղավորությունը եւ իր մեղքերի համար ապաշխարի։ Ուրիշ տարբերակ չկա, եղբայրներ քույրեր։ Ոչ մի ձև մարդը արդարանալու միջոց չունի, միայն ճանաչի իր մեղավորությունը եւ մեղքերի թողություն ստանա։ Այս տարբերակն է, եղբայրներ քույրեր։ Եվ կարծում եք, թե դες որ նայում ես ինչքան հեշտ տարբերակ է, չէ՞, արդարանալու։ Ճանաչիր մեղավորությունը, դու քո մեղքերը բերես Աստծո ներում ստանաս Աստծո կողմանը, ալի բանա, հեշտ բանա առաջի հայացքից, բայց այստեղ է հենց գտնվում գայթակղության քարը, որ մարդը չի ուզում ընդունի Աստծո արդարությունը եւ ինքը ուզում է իր արդարությունը առաջ տանի։ Ես սխալ չեմ, ես ճիշտ եմ։ Ես մեղավոր չեմ։ Երեք մի կնիկ կար 70 անց կարող լինի արդեն,
Ասի մի ընդունում ես, որ դե քանի հետ խոսացել է կնգա հետ, գիտեք, ընդունում ես քո մեղավորությունը, ասում է, չէ, ես մեղ չեմ գործել։ Ասի դու մեղ չես գործել, չէ ասում։ Ասում եմ, փաստորեն դու Հիսուսին հավասար մարդ ես։ Այս աշխարհում մեկը կար միայն, որ մեղ չի գործել, դա Հիսուս Քրիստոսն է։ Դու հավասար ես Հիսուսին քեզ համարում։ Մեղ չես գործել դու։ Մի հայհոյանք, մի անեցք, մի ինչ-որ մի բան, չկա քո կյանքում։ Դու ասում ես շնություն չեմ արել, էլ ինչ էր ասես, թվարկես չեմ արել, ասի հայհոյանք չես տվել, ինչ-որ սխալ բառ չես ասել։ Հա, ասում անեցք տվել եմ, անեցք եմ արել։ Անեցք եմ անում, միջև հիմա էլ։ Մեղքերի մեջ թաղված կինա, գիտեք, որ հետը շփվեց, չես ուզենա երկարես։ Իրոք չես ուզենա երկար։ Ես այդպիսի կին իրոք չեմ տեսել իմ կյանքում։ Այդքան հակառակությունով լցված կին, ցանկացած հարցումներից կհակառակվի, ահա որ ես չդիմաց, ասի քո մարդը քեզ ոնց է դիմացել։ Ասի կներես, հետո ներողություն խնդրեցի, բայց իրոք մի ահավոր տիպ է, ահավոր կին է։ Բայց ինքը իրան համարում է, որ ինքը մեղավոր չի։ Այսինքն մարդը ինչքան է մարդը ուր կարա հասնի։ Ինչ կեղտեր, ինչ մեղքեր, ինչ հանցանքների մեջ ու ինքը չճանաչի իր մեղքը, չընդունի իր մեղավորությունը։ Փառք Տիրոջը եղբայրներ քորեր, որ մենք ընդունել ենք մեր մեղավորությունը։ Եվ ամեն անգամ, երբ որ դու ընդունում ես քո մեղավորությունը, գալիս է Աստծո արդարությունը, եղբայրներ քորեր։ Երանի նրանց որոնց մեղքերին թողություն եղավ, որոնց հանցանքները ներվեցին, որոնց Տերը մեղ չի համարում, սա է մեր արդարությունը, եղբայրներ քուրե, որ մեր բաժինը չկա դրա մեջ։ Հասկանում եք, եղբայրներ քուրե, այսինքն դու ոչ թե ինչ-որ մի բան արել ես, դու դրա համար արդար ես դարել, կամ դու ինչ-որ մի բան չես արել, դու դրա համար արդար ես դարել, քո բաժինը չկա։ Դա ամբողջությամբ շնորհք է։ Դա Աստծո տված շնորհքն է, եղբայրներ քուրե, որ այսօր ամեն մեկին տալիս Աստված։ Ու արդեն կապ չունի դու հրեա ես թե հեթանոս ես։ Դու նշանակություն չունի դու վայրի ցեղի մեջ ես ծնվել մարդակերների, թե դու մեծացել ես օրինակի համար Մեծ Բրիտանիա արքայական ցեղի ներկայացուցի, դա նշանակություն չունի։ Բոլորի համար այդ արդարությունը։ Աստված բոլորին ներում է եւ Աստված բոլորին հավասար է համարում, որ արդարացել են Քրիստոսի արյունով։ Այսօր ամենակեղտոտ հանցագործը կարա դառնա եկեղեցու հովիվ։ Այսօր ամենաանորեն մարդը կարա դառնա ավետարանի քարոզիչ։ Եվ այսօր այն ամենաազնվական անձնավորությունը, որ իրապես որ կարող է շնություն արած չի, կարա գնա դժոխք եւ տանջվի իր մեղքերի համար։ Փառք Տիրոջը, եղբայրներ քուրեր, օրինակ Պողոս առաքյալը Հռոմեացիս 10-րդ գլխում այսպիսի խոսք է ասում, ես արդեն վերջացնում եմ։ Դեսեք ինչ է ասում։ Հռոմեացիս 10-րդ գլուխ, որովհետև 3-րդ համարից եմ կարդում, որովհետև Աստծո արդարությունը չհասկանալով եւ իրենց արդարությունը հաստատել ուզելով չհպատակվեցին Աստծո արդարությանը, որովհետև Քրիստոսն է օրենքի ավարտ ամեն մեկի արդարության համար, որ հավատում է, ամեն։ Քրիստոսն է ավարտը օրենքի։ Քրիստոսն է մեր արդարությունը, եղբայրներ քուրեր։ Դու պետք չի քեզ թզենի տերևներով ծածկվես։ Դու պետք չի մտածես ոնց արդարանաս Աստծո առաջ մարդկանց առաջ։ Դա պետք չի։ Դու փորձես քո մեղքը ինչ որ մի բանով մեղմացնես, քո հանցանքը, քո կարգավիճակը, քո արարքը, դա քո մակ չի։ Ոչ մի բան չի փոխելու դրանով։ Դու այդ մեղքը գործած չլիներ էլ մեկը դու չես արդարանալու քո արդարությունով։ Ավելի լավ է դու ամեն բան բերես ջրի երես։ Ասում են նա, որ իր հանցանքները ծածկում է, նա չի գտնելու հաջողություն։ Ավելի լավ է դու ասես ես մեղավոր մարդ եմ եւ Պողոս առաքյալի նման ասես մեղավորների գլուխն եմ։ Առաջ ամաչելու։ Դա ինչի որ դու դրան հասել ես, դա ինը որ դու ծնողների ժառանգել ես այդ բանը։
Կարաս քեզ ամենահանցավորը համարես այս աշխարհում, վատ բան չկա դրա մեջ։ Սաղ այդպես է։ Դու ուղղակի իրականությունն ես հայտնաբերել, որ դա իրականում այդպես է, եղբայրներ գրեր։ Եվ նա որ իր անձը խոնարեցնում է, նա պիտի բարձրանա, եղբայրներ գրեր։ Բերեք, մենք իսկապես Ադամի եւ Ավի նման չծածկենք թեզենու տերևներով մեզ, չփորձենք մեզ արդարացնել, չփորձենք մեզ մեր վիճակը մեղմացնել, չփորձենք մեր մեջ ինչ-որ մի լավ բան գտնել, ասենք, բա գիտես, լավ բան ունեմ ես իմ մեջ, պետք չի դա, պետք չի։ Աստվածաշունչն ասում է, որ Քրիստոսն է ամեն բանի մեջ։ Մեր կյանքում ոչ մի բան պետք չի, ինչ որ քո անցյալից դու ունես, դա պետք չի, ոչ մի բան պետք չի ընդեղից։ Սաղ պետքա մաքրվի, հեռացվի։ Քրիստոսը պետքա լինի ամեն բան քո մեջ, իմ մեջ, եղբայրներ գրեր, միայն Քրիստոսը։ Նա է Աստծո ուզած արդարությունը։ Բերեք մենք հրեաների նման, եղբայրներ գրեր, մարդկային արդարության չձգտենք։ Բերենք մենք մեր մեղքերը Երևան բերենք եւ մեր մեղքերի համար խորը զղջում ապրենք։ Ինչպես եղբայրը ասեց, որ այս խիա սենս տասում ստացվել է, բեր Աստծո առաջ, խոստովանիր Աստծուն։ Բեր լույսի առաջ, խոստովանիր քո հանցանքներդ։ Փնտրի Աստծո արդարությունը, մի փնտրի քո արդարությունը։ Թող քո մեղքերը ծածկվեն։ Թող քո հանցանքները ջնջվեն։ Թող Աստված քեզ մեղք չհամարի։ Ու դու լինես երանելի եղբայր եւ քույրիկ, որ երանելի այն մարդը, որին Աստված մեղք չի համարում, Փարթիրոջ։ Կարա մարդը հասնի դրան, կարա Քրիստոսի արինով։ Նրանք հաղթեցին նրան, ասում է, գառնուկի արինով։ Քո մեղքը ճանաչիր, քո սխալը վիզար, ուրիշներին բաց թող։ Ես օրինակ եմ ուզում բերեմ այդ կնոջ, որ երեք գնաց, իրոք այնպես հակառակվող կնիկա, ես չդիմացա արդեն, չի լսում քեզ, դու իրան բան ես, բա չի լսում, չի ուզում ընդունի քո ասածը, ասում այ կնիկ, ես ինչ կնիկ ես, դու մի հատ միջև վերջ լսի ինչ եմ, չի լսում, չի ուզում, ասում քո ամուսին ոնց է քեզ դիմացել, բան եւ նեղվեցի, բարկացա էլ, հետո ես որ առանձնացա գնացի տուն, ասի լավ, այդ կնիկը էդ է, բա դու չես կարող մի հատ համբերես, չես կարող չբորբոքվես, չբարկա, չես կարող դու սանձ ես քեզ, բերանիդ լեզվից սանձ տնես, ես իրան չեմ մեղադրում, ես ինձ եմ մեղադրում, ես չկարողացա համբերել, եւ ես զղջացի եւ խոստովանեցի Տիրոջ, իրան էլ ներողություն խնդրեցի, Տիրոջը որ ես չհամբերեցի, ես բարկացա, ես ալիքներից դուրս եկա, այդպես է պետք է եղբայրը, եւ Տիրոջ խաղաղությունը եկավ եւ Տերը ներեց, թե չէ դու ասես դու արդարաս, նրա հետ հնար չկա, չի լինի, ով էլ իմ տեղը լի, տենց կլինի, այդպես չի կարելի անել, եղբայրներ քրեր։ Այդպես չի կալ, մի ծածկի, մի մեղմացրու քո բացահայտիր, բեր Տիրոջ առաջ, խոնարհվի Աստծո առաջ, ասա Տեր, ես մեղավոր եմ, ես սխալ եմ, ես եմ սխալ։